Բարի լույս սիրելիներս, բարի ողջույն մեր թանկագին հեռուստադիտողներին, սիրելիներս միացեք մեզ, նախաճաշեք եւ իմիջիայլոց այսօր առաջարկելու եմ նախաճաշի տարբերակ, այնպես որ խույս չեք կարող տալ, պատրաստում եք համեղ նախաճաշ, միանում եք մեզ եւ իհարկե վայելում եք այս մի քանի ժամը մեզ հետ։ Ես այսօր պատրաստում եմ, ինչպես նշեցի, շատ համեղ նախաճաշ, ինչի համար մեզ անհրաժեշտ է լոշիկ, ահա տեսնում եք, ես արդեն պատրաստի վիճակում ունեմ կլոր լոշիկներ։ Սիրելիներս, պարտադիր պայման չէ հենց այսպես գնեք, կարող եք պարզապես գնել սովորական լավաշ եւ վերածել կլոր կտորների, կամ ինչպես կցանկանաք։ Այստեղ պետք է մեզ երշիկ, հավկիթ, կանաչի, լոլիկ, կարագ եւ իհարկե պանիր։ Ահա ես այս ընթացքում հասցրել եմ քերիչով անցկացնեմ պանիրը, որպեսզի ճոխ նախաճաշ ունենանք։ Դուք մնացեք մեզ հետ, հետո ընթացիկ բնականաբար կանցնենք գործի։ Խոսքս փոխանցեմ գործընկերներիս, հետո կշարունակենք։ Բարի առավոտ, շատ սիրելի հեռուստադիտողներ, սիրելիներս ողջունում եմ, բարձր տրամադրություն եմ մաղթում եւ ասում եմ միացեք մեզ, մնացեք մեզ հետ առաջին ծրագրի հետ։ Սիրելիներս, ինչպես խոստացել էի, այսօր պատրաստում ենք նախաճաշի տարբերակ։ Ինչ է մեզ պետք այս նախաճաշը պատրաստելու համար։ Եթե հիշում եք, իհարկե ամենասկզբում նշել եմ այս ամենի մասին, բայց եւս մեկ անգամ կրկնենք։ Ունենք լավաշիկներ, որոնք կտրատված են կլոր տարբերակով, ունենք լոլիկ, երշիկ, հավկիթ, կանաչի, պանիր եւ իհարկե կարագ ենք անպայման օգտագործելու մեր համեղ ձվածեղը ստանալու համար։ Կարագը արդեն հալչել է։ Ես ավելացնելու եմ հավկիթը, որի մեջ որպես համեմունք կավելացնենք մի փոքր աղ, կարմիր պղպեղ, շատ քիչ, որովհետև ինձ մոտ կարմիր պղպեղը կծու է, եւ իհարկե սև պղպեղ։ Խառնեցինք եւ ավելացնենք իհարկե թավայի մեջ։ Այ այսպես։ Ահա, սա դեռ մեզ պետք է գալու, սիրելիներս, թողնենք մի կողմի վրա։ Այսպես։ Ինչ ենք անում հաջորդիվ։ Նախաճաշը բաղկացած է, ահա տեսնում եք, մի քանի բաղադրիչներից։ Առաջին հերթին ավելացնելու ենք լավաշը, այ հենց այսպես, ոչ թե սպասելու ենք հավկիթը ամբողջությամբ ստանա իր իսկական տեսքը, այսինքն վերածվի ձվածեղի, մի անգամից այսպես ավելացնում ենք մեր լավաշը։ Լավաշը ավելացնելուց հետո հաջորդ շերտը ավելացնում ենք պանիր։ Ավելացնում ենք նորից լավաշ։ Այսպես, իմիջիայլոց դանդաղ կարելի է կրակը դանդաղ ուրեմն իջեցնել գազօջախը, որպեսզի շատ արագ այս process-ը չկատարվի, քանի որ աշխատանքը մի փոքր երկար է տևելու։ Ահա, նորից պանիր ենք ավելացնում։ Եվ վրան ավելացնում ենք երշիկը։ Իհարկե երշիկի մասին շատ ենք խոսում, սիրելիներս, որ վնասակար է, այնքան էլ օգտակար չէ, բայց երբեմն գիտեք, այսպիսի չարաճճություն անում ենք եւ իհարկե մեկ-մեկ կարելի է հատկապես նախաճաշի ժամանակ։ Եվ իմիջիայլոց այս նախաճաշը ավելի հաճելի կլինի պատրաստեք հանգստյան օրերին, շաբաթ եւ կիրակի օրերին, որովհետեւ ընտանիքի անդամները բոլորը տանն են եւ կարելի է այսպիսի ճոխություն թույլ տալ։ Այսպես։ Մի փոքր էլ վրան ավելացնենք պանիր ու տեղադրենք հաջորդ լավաշը։ Պանիր, այսպես, եւ իհարկե շարենք արդեն լոլիկները։ Իրականում շատ արագ պատրաստվող է, սիրելիներս, որովհետև թավայի մեջ ենք պատրաստում, գազօջախին շատ սա արագ կարող է
պատրաստվել, այնպես որ շատ հանգիստ կարող եք առավոտյան մի փոքր շուտ արթնանալ եւ այս բոլորը պատրաստել։ Ավելացնեմ լավաշ նորից։ Իհարկե, այս մնացորդ պանիրը եւ կանաչին։ Այսպես, ահա, և այստեղ ունենք, ինչպես տեսնում եք, նորից 3 հավկիթ, ես այն կկոտրեմ, կավելացնեմ մեր այս ամբողջության վրա և իհարկե թավայի բերանը կծածկեմ ու կթողնենք այսպես գոլորշիով հանգիստ իրեն համար տապակվի։ Այսպիսի տարբերակ էի այսօր ձեզ համար պատրաստել, սիրելիներս, ինչու չեմ շտապում հավկիթը ավելացնել, որովհետև մի փոքր պետք է, որ պանիրը հալչի։ Ամենավերջում, բնականաբար մատուցելիս դուք կտեսնեք պատրաստի տարբերակը և չմոռանամ հիշեցնեմ, որ 3 պատրաստեցինք շատ համեղ տնական թթու։ Այս համեղ թթուն իհարկե կմատուցենք մեր համեղագույն կերակուրների կողքին։ Այսօր այսպիսի առաջարկ էր, հուսով եմ մինչև վերջ կմնաք մեզ հետ, որպեսզի տեսնեք ավարտը։ Հիմա խոսքս պետք է փոխանցեմ գործընկերներից, որպեսզի նրանք զրուցեն հյուրերի հետ։ Դե ժողովուրդ ջան, տեսնենք, թե ինչ է ստացվել մեր այսօրվա հետաքրքիր նախաճաշի տարբերակից։ Ամբողջովին պատրաստ է, ես եւս մեկ անգամ կկրկնեմ հերթականությամբ, թե ինչ արեցինք, ինչ բաղադրիչներ օգտագործեցինք։ Առաջին հերթին իհարկե տեղափոխենք մեր մատուցման ամանի մեջ, հետո շատ արագ կրկնենք բաղադրիչները։ Ահա տեսեք, որքան գեղեցիկ է ստացվել։ Մենք օգտագործել ենք հավկիթ, լավաշի թերթիկներ, այստեղ ունենք պանիր, ունենք երշիկ, ունենք լոլիկ, կանաչի եւ իհարկե ամենավերջում նորից ավելացրել էի հարահարած հավկիթ։ Սիրելիներս, պատրաստեք, շատ ախորժաբեր է, շատ համեղ է բուրում, պատրաստեք եւ վայելեք այս համեղ նախաճաշը։ Ինչպես նշեցի, կարելի է այն պատրաստել հանգստյան օրերին, որովհետեւ ընտանիքի բոլոր անդամները տանն են եւ կարող են մեծ հաճույքով վայելել այս համեղությունը։ Ահա փորձեմ մատուցել, այսպես տեսեք ինչ հրաշալի է ստացվել, այսպես։ Ձեզ բարի ախորժակ մաղթեմ եւ ասեմ սիրելիներս, որ ես ձեզ շատ եմ սիրում։ Մշտապես մնացեք առաջին ծրագրի հետ, որպեսզի ունենաք լավ տրամադրություն։ Լավ եղեք։